Մենք ուզում կրկնեմ, մենք ինչի 2022 թվականից հետո հնարավոր դարձել բանակի զարգացումը, որտեղ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Դրանից առաջ մեզ չեն վաճառում այդ ձեռքը։ Երկու պատճառով, որոնցից մեկը ամենալուրջը չէ, կապված նրա, որ մենք հապկ անդամ ենք եւ իրանք չեն կարող այս բարձր տեխնոլոգիական զենքերը մեզ վաճառել, որովհետեւ դե գաղտնի կոդեր կան եւ այլն, որովհետեւ իրանք երաշխիքներ են պետք, որ մենք դա չենք փոխանցի։ Եվ երկրորդը, մեզ ասում են, որ մենք վստահ ենք, որ դուք այդ զենքը օգտագործելու եք ձեր տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, հետեւաբար մենք այդ զենքը չենք վաճառում։ Եվ միայն այն բանից հետո, երբ ես այդ որոշումը կայացրինք, որ մենք Ալմատայի հռչակագրի հիման վրա ենք մեր ռազմավարությունները կառուցելու, զենքի շուկաները սկսեցին մեզ համար կամաց բացվել։ Իսկ այն ժամանակ, երբ որ ես հայտարարեցի, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, ընդհանրապես զենքի շուկայի բոլոր սահմանափակումները վերացան։ Այսօր չունենք մենք ոչ մի սահմանափակում։ Նախկինում աներևա, օրինակ Մեծ Բրիտանիան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո վերացրեց բոլոր սահմանափակումները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառելու։ Մենք արդեն զենքի գնման պայմանագիր ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն այդ պայմանագիրը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում մենք նույնիսկ նմուշն ենք ցույց տվել։ Բայց այս նշանակում է, որ զորահանդեսին ամբողջը չենք մենք ցույց տվել, որովհետև լավ 2 ժամից ավել, այդ արդեն թիթիզություն կլներ, 2 ժամից ավել, առանց էնել շատ երկար է։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այդ ամեն ինչը մեզ պատերազմի համար չի պետք, մեզ խաղաղության համար է պետք։